Ես կարող եմ 1001 գործով տարբեր տեղերում լինել, իսկ դու ինձ վախեցնում ես։ Վախենալու ինչ կա Էլզա։ Չես տեսնում, որ ես ինձ շատ լավ եմ զգում։ Կմեռնեմ ուրբաթ երեկոյան։ Ներկայացումը այս վերնագրով է, կարծում եմ սա էլ բանալի է, որովհետև մայրը, որը 90-ն անց է, անընդհատ այդ նախադասությամբ փորձում է տերորի ենթարկել իր աղջկան, որ մի բան դու եթե այսպես անես, ես կմեռնեմ, մեկ է, այսօր ուրբաթ է, ես կմեռնեմ, անընդհատ ստրեսի մեջ է պահում, անընդհատ տերորի է ենթարկում, այսպես ճզմում, քիչ է մնում, բարերով անգամ կոկորդից բռնած է այս աղջիկը։ Ճիշտ է, հիմա աղջիկը մի թեթև փորձում է դուրս գալ այդ իրավիճակից, բայց հանդիսատեսը կարծում եմ նայելուց պիտի հասկանա, որ ամեն մարդ պետք է ունենա իր կարծիքը եւ եթե կյանքում հանդիպում է այդպիսի իրավիճակի, ինքը պետք է ճիշտ որոշում կայացնի, այս աղջիկը նման սխալ որոշում չկայացնի եւ չկոտրվի։ Եվ սա այնպես չի, որ դեռատի աղջիկ է, այլ արդեն բավականին հասուն տարիքն առած կին է եւ դեռ այդ տարիքում ինքը իր մոր իշխանության տակ է։ Փոխհարաբերություններ, որոնք շատ բարդ են, բայց ամեն կերպ աղջիկը փորձել է մոր նկատմամբ ուշադիր լինել, մոր ասածը անել։ Գուցե ինքը չունի այն ինքնավստահությունը, այն հանդուգն հատկությունները, որ դեմ կանգնի մորը, որովհետև կյանքում շատ իրավիճակներ են եղել, որ կարող էր այդ կինը դասավորել իր կյանքը եւ երջանիկ լինել, բայց մայրը խոչընդոտել է եւ աղջիկն էլ մոր դեմ դուրս չի եկել։ Նախ պիեսը իրոք շատ հետաքրքիր ձևով վերարտադրում է մոր եւ աղջկա փոխհարաբերությունները։ Սա իրոք ավելի լայն հարց է, որ տարբեր ազգերի, տարբեր ինչ-որ խմբերի, մարդկային խմբերի մոտ տարբեր ձևով է արտահայտվում, բայց հիմքում պիտի որ սերը ընկած լինի մոր աղջկա հանդեպ ու աղջկա մոր հանդեպ։ Ու քանի որ իտալացիները եւ հայերը բավական շատ նմանություններ ունեն բնավորության գծերի մեջ, իրենց զգացմունքայնության ասեմ, իրենց արտահայտչականության մեջ, դրա համար կարծում եմ հայ հանդիսատեսին էլ այս փոխհարաբերությունները, որոնք իրոք շատ նուրբ են ու միանշանակ չի կարելի ասել սա լավ է կամ սա վատ է, հենց պիեսը դրանով էլ հետաքրքիր է։ Ձեր տանիքում ողջ եւ առողջ վայր ունեք։ Երբեմն մտածում եմ, որ 100-ամյա պարավը ես եմ։ Մի փոքրիկ ընտանիքի մասին է, որտեղ ապրում է տարեց մայրը եւ հասուն տարիքն առած աղջիկը։ Նրանց բախումների մասին է, նրանց խնդիրների մասին է, աղջկա երջանկության մասին է, մոր չափից ավելի ծանր բնավորություն ունենալու մասին է։ Իմ կերպարը հարևանու կերպարն է, ով շատ մտերիմ է այս ընտանիքի հետ եւ ժամանակ առ ժամանակ լինում է այդ տանը։ Մասնակիցն է դառնում այդ ընտանիքի բոլոր խնդիրներին։ Նման հարևանուհիներ չունեմ, չունեմ նման հարևանուհիներ։ Կերպարը, որը ես կերտել եմ, բացարձակ կապ չունի ինձ հետ, բացարձակ կապ չունի, բայց ես սիրով եւ ազնվորեն աշխատել եմ կերպարի վրա, հանդիսատեսի դատին թողնելով։ Դժվարություններ չեն եղել, որովհետեւ 3 կերպար է ամբողջ պիեսում, 3-ս էլ մեծ հաճույքով ենք աշխատել պիեսի վրա, այն աշխատանքը, որ մենք տարել ենք այս ամիսների ընթացքում, մեզ համար եղել է միայն հաճելի։ Եթե մենք սահմանենք պիեսի, նաև ներկայացման ժանրը, սա տրագիկոմեդիա է։ Իսկ տրագիկոմեդիայի մեջ իրար հետ հարևանություն են անում հումորը, դրամատիզմը, լացն ու ծիծաղը, կարող է հումորային մի դեպքից հետո, ասենք, լինի մի շատ դրամատիկ տեսարան, այսինքն ծիծաղ արցունքը աչքերում այս սկզբունքը կա։
եւ ավելի շատ կյանք է։ Այսպես էլ է լինում։ Շատ մտածածին չի։ Այդ կերպարները իրոք կարող է մի քիչ շեշտադրություն կա, կարող է մի քիչ չափազանցության դետալներ լինեն, բայց ընդհանուր առմամբ կյանքն է բեմի վրա։